Եթերում լրատվական թողարկումն է ժամի գլխավոր իրադարձություններով։ Ընդդիմության համար անհասկանալի է ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր սահմանելու կառավարության նախաձեռնությունը։ Խորհրդարանական ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորաբյանի համոզմամբ պարզ չէ այսօրինակ քայլի հրատապությունն ու առաջնահերթությունը, հատկապես որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, որոնք անմիջականորեն առնչվում են քաղաքացու բարեկեցությանը։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ընդգծում է. քաղաքացու համար ամեն օրը տոն կլինի, երբ տեսնի, որ իր կյանքը իսկապես բարելավում է։ Ազգային ժողովի ընդդիմադիրները միանշանակ չեն ընդունել քաղաքացու օր սահմանելու իշխանության նախաձեռնությունը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն առաջարկում է լրացում կատարել տոների և հիշատակի օրերի մասին օրենքում և ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես քաղաքացու օր, ի նշանավորումն անցած տարի տեղի ունեցած հեղափոխության։ Կառավարությունը նախագծին հավանություն է տվել, բայց այն դեռ խորհրդարան չի հասել։ Վերջին խոսքն ազգային ժողովինն է, որտեղ իշխանական իմ քայլը մեծամասնություն ունի։ Լուսավոր Հայաստանը խմբակցությունում հարցը դեռ չի քննարկել։ Միասնական վերաբերմունք էլ չունեն։ Էդմոն Մարուքյանը իր կարծիքը հայտնեց։ Քաղաքացու օր նշելուն դեմ չէ, բայց կարծում է կարելի է մարդկանց կյանքը լավացնելով ամեն օրը տոն դարձնել։ Հիմա որ ձեր աշխատավարձը օրինակ 200,000 դրամից դառնա 400,000 դրամ, ձեզ համար ամեն օր տոն կլինի։ Ամեն օր քաղաքացու օր կդառնա ձեզ համար։ Հետևաբար պետք է ինձ կարծում եմ պետք է կենտրոնանալ նման բաների վրա եւ այնպիսի հանգամանքների վրա չկենտրոնանալ, որոնք ըստ էության մարդու կյանքում բան չեն փոխել։ Ազգային ժողովի ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը վերջնական դիրքորոշում չունի, բայց քաղաքացու օր սահմանելու մասին բազմաթիվ հարցեր ունի իշխանությանը։ Նաիրա Զոհրաբյանն ասում է կփորձեն հասկանալ ինչու է հրատապ նախագիծը։ Ես հասկանում եմ իհարկե սիմվոլիկան, բայց եթե իրենք կհիմնավորեն, որ այսօր դա մեր երկրի ամենակարևոր օրենսդրական նախաձեռնությունն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առանց այդ օրենքի չի կարող իրեն քաղաքացի զգալ, որ մնացած օրենքները այսպես ասենք այնքան գերակա չեն, որոնք օրինակ կարող էին ապահովել ներդրումային միջավայր։ Մենք չենք տեսնում նման այսպես խանդավառություն, նման նախաձեռնողականություն այլ ոլորտներում։ Եթե իրենք կհիմնավորեն, բնականաբար մեր տեսակետը մենք կարտահայտենք։ Համենայն դեպս մեկ հարցի հիմնական զեկուցողը կարծում եմ պիտի պատրաստ լինի պատասխանելու ազգային ժողովի դահլիճում։ Մնացած 364 օրը արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր չեն եւ օրենքի նախագծով է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն պիտի զգա քաղաքացի։ Իշխանական իմ քայլից Թագուհի Ղազարյանը հակադարձում է ընդդիմադիրներին, տոնի մասին հայտարարությունները մանիպուլացվում են, ասում է։ Կարծեմ կառավարության այդ նիստում 40-ից ավելի նախագծեր են քննարկվել եւ վերջին հարցներ սա որ քննարկվում էր, այսինքն եթե այս նախագիծը չքննարկվեր, արդյոք դրանից որևէ բան կփոխվեր այն մյուս 40-ից ավելի նախագծերի մեջ, թե ոչ, այս հարցին պետք է ընդդիմությունը պատասխանի։ Իհարկե տարվա մնացած բոլոր օրերն էլ քաղաքացու օր են, բայց սա եւս մեկ առիթ է լինելու խոսելու քաղաքացու իրավունքների, քաղաքացիների նկատմամբ պետության պարտականությունների մասին։ Մենք տարվա բոլոր օրերին ենք, չէ, անկախ, բայց նշում ենք մի օր, եւս մեկ առիթ այդ մասին խոսելու, բարձրաձայնելու մեզ բոլորովին չէր խանգարի։ Ծայրահեղ աղքատությունը կրճատելու համար կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25,500 դրամը։ Կառավարության այս առաջարկը վերաբերում է ավելի քան 80,000 մարդու, որոնք այսօր 25,000-ից ավելի քիչ կենսաթոշակ են ստանում։ Հայաստանում 25,500 դրամից ցածր թոշակ եւ նպաստ չպետք է լինի։ Սա է առաջարկում կառավարության օրինագիծը, որը այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է ազգային ժողովում։ Ըստ այդ նախագծի առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակ հասկացություն, որի չափը չպետք է ցածր լինի ծայրահեղ պարենային աղքատության գծից։ Պարենային աղքատության գիծը ըստ վիճակագրական ծառայության վերջին անգամ հաշվարկվել է 2016 թվականի համար։ Այն կազմել է 23,300 դրամ։ Օրինագծի հեղինակները այս թվին գումարել են նաև 3% գնաճի ցուցանիշը յուրաքանչյուր տարվա համար եւ ստացված 25,500 դրամը առաջարկել սահմանել որպես նվազագույն թոշակ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սայյանն ասում է, օրենքին ընդունվելու դեպքում նաև հետադարձ ուժ կտրվի։ Սա իհարկե կբերի ծախսերի որոշակի ավելացման շուրջ 800 միլիոն, ուղղակի ուզում եմ նշել, որ 2019 թվականի պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված են եւ օրենքն ընդունվելուց հետո կկատարվի վերահաշվարկ, օրենքին կտրվի հետադարձ ուժ, այսինքն կհաշվարկվեն եւ կվճարվեն նաեւ
19 թվականի այս ամիսների գումարները։ Վիճակագրության համաձայն շուրջ 18000 աշխատանքային կենսաթոշակառուներ ամսական 25500 դրամից ծայրահեղ աղքատության գծից ցածր գումար են ստանում։ Բացի այս, բարենային աղքատության գծից ցածր գումար են ստանում նաև ավելի քան 60000 քաղաքացի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցրածի նպաստ ստացողները։ Այս փոփոխությունները նրանց եւս կվերաբերեն, եւ եթե օրինագիծը ընդունվի, ավելի քան 80000 քաղաքացու թոշակն ու նպաստը կբարձրանա։ Լուսավոր Հայաստանից Արկադի Խաչատրյանը հարց բարձրացրեց. փաստորեն փոփոխությունների արդյունքում 12 տարի աշխատած եւ ընդհանրապես աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիները նույն թոշակը կստանան եւ հետաքրքրվեց, արդյոք հնարավոր չէ բազային կենսաթոշակն ավելացնել։ Կատարել եք արդյոք հաշվարկներ, թե որքան գումար կպահանջվի պետական բյուջեից հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու համար։ Եթե մենք գնայինք ոչ թե նվազագույն կենսաթոշակ սահմանելու ուղղությամբ ճանապարհով, այլ գնայինք հիմնական կենսաթոշակի չափը 25500 դրամ սահմանելու ճանապարհով, ապա լրացուցիչ անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը կկազմեր տարեկան կտրվածքով շուրջ 50 միլիարդ դրամ։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արված կոշտ հայտարարությունն իրեն է վերաբերում։ Հիշեցնենք, Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, թե չի կարող Հայաստանում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական գործընթացը կուսակցականացրած ռեկտորը շարունակի աշխատել։ Սա քաղաքական որոշում է եւ մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ միևնույն է կիրագործվի, զգուշացրել էր վարչապետը։ Իդեպ ընդդիմադիր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուկյանն այսօր ասել է, թե համաձայն է Փաշինյանի հետ բուհերը չպետք է քաղաքականացվեն։ Մինչդեռ արդեն տեղեկություններ ունեն, որ իշխանական քաղաքացիական պայմանագրից որոշ մարդիկ արդեն ընդգրկվել են տարբեր բուհերի կառավարման խորհուրդներում, ինչը հակասում է Փաշինյանի հորդորին։ Կրթության եւ գիտության նախարարը կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում։ Ըստ Արայիկ Հարությունյանի Մայրբուհի ռազմավարական պլանը նպաստել է ոչ թե ԵՊՀ-ի առաջընթացին, այլ հակառակը։ ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք եւ կպատկերացնեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն։ Իսկ ինչ վիճակ է, որովհետեւ ասենք ինքը ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձությունը այս դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որ ունեցել է, տարել է հետընթացի։ Հիշեցնեմ, փետրվարին ոստիկանությունը հաղորդեց ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատման պաշտոնական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ կաշառք տալու դեպքեր են բացահայտել։ Գործ է հարուցվել եւ այն ուղարկվել է քննչական կոմիտե, նախաքննության։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։ Կրթության նախարարը անդրադարձավ նաև երեք գործադիրի արտահերթ նիստի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ Վարչապետը մասնավորապես ասել էր, որոշ ռեկտորներ բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ եւ այդ ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն։ Վարչապետը սակայն իր խոսքում չէր նշել կոնկրետ ում նկատի ունի։ Նախարար Հարությունյանը եւս խուսափեց անուններ նշել, սակայն ասաց, որ մամուլում շատ հստակ նշվել է, թե ում մասին է խոսքը։ Իսկ մամուլը երեք ԵՊՀ ռեկտորի անուններ շրջանառում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր չցանկացավ մեկնաբանել վարչապետի երեկվա հայտարարությունը, ասաց, որ Փաշինյանն անձնավորված չի խոսել։ Պարզապես վերջին շրջանում խոսակցությունները ձեր շուրջ են պտտվում։ Դե հիմա իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ պտտվել են։ 13 տարի ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում։ Ես ամեն խոսակցության չեմ կարող կոմենտարիա տալ կամ պարզաբանումներ տալ։ Չէ, իհարկե չի, ես որևէ մեկի առաջ ուսանողների դուռ չեմ փակել։ Ազատության հարցը, արդյոք Սիմոնյանը վարչապետի խոսքը չի դիտարկում բուհերի ինքնավարության միջամտություն, ԵՊՀ ռեկտորը անարձագանք թողեց։ Ավելի վաղ համալսարանի գիտխորհուրդը հայտարարության տեքստեր ընդունել տարբեր պաշտոնյաների կողմից ԵՊՀ-ի ինքնավարության միջամտության փորձերի մասին, մասնավորապես կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունների
եւ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործունեության առիթով։ Հիշեցնենք, որ ծառայությունն ուսումնասիրություններ անցկացրել Բուհում ու 800 միլիոն դրամի չարաշահումներ հայտնաբերել։ ԵՊՀ-ից վերահսկողական ծառայությանը մեղադրում են, որ ուսումնասիրությունների ընթացքում ընթացակարգեր են խախտվել։ Ազգային ժողովում այսօր վարչապետի հայտարարությանը նաև Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է անդրադարձել։ Մարուքյանը համամիտ է վարչապետի հետ։ Բուհերը պետք է ազատել քաղաքականությունից, սակայն մինչ այդ էլ պետք է կառավարությունն ուշադիր լինի, որ բուհերի կառավարման խորհուրդներում Իմ քայլի падգամավորներ չներգրավվեն։ Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց, պետք է ուշադիր լինենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում։ Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ արդեն կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրաված։ Մենք պետք է դա բացառենք։ Մի քանի բուհերում արդեն դա տեղի է ունեցել։ Նայեք, որտեղ ռեկտոր է փոխվել, այդ բուհերում արդեն կառավարման խորհուրդներում Իմ քայլը դաշինքից կամ քաղաքապայմանագրից մարդիկ կան։ Հետևաբար վարչապետի խոսքը պետք է կատարել, թող կատարեն եւ իրենց մարդկանց ասեն դուրս գան այդ մարմիններից։ Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու որոշման դեմ հանդես եկող մեղադրյալ Արաքս Դիլանյանի բողոքը կքննվի դռնփակ։ Հիշեցնենք, գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, թե բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մտերիմ Արաքս Դիլանյանի հաշվին $8 միլիոն է փոխանցել, որը վերջինս պետք է տար նախկին նախարարին։ Արաքս Դիլանյանի փաստաբանը հերքում է այս պնդումը, շեշտելով, որ դատարանը միտումնավոր է նիստը փականում, որպեսզի լրատվամիջոցները չտեսնեն գործը վերաբացելու համար քննիչի ու դատախազի ոչ բավարար ապացույցների առկայությունը։ Արաքս Դիլանյանը եկավ 16 թվականին սուտ ցուցմունք տվեց եւ ինքը գնաց, բայց քանի որ կոնկրետ այսա հենց Արաքս Դիլանյանի պատճառով է վերսկսվել, քանի որ Դուբայի բանկերը տվեցին, որ այո, Արաքս Դիլանյանի հաշվին նստել է $8 միլիոն։ Դա Արամ Հարությունյանի 14 միլիոն կաշառք տված գումարի 8 միլիոններ, որը փաստաթղթով ապացուցված է եւ ապացուցվեց, որ Արաքս Դիլանյանն էլ այդ 8 միլիոնը 3 անձին է փոխանցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը կալանավորված է Վիկտոր Մարտիրոսյանը, Արմեն Խաչատրյանը ցուցմունք տվել է եւ խափանման միջոցը ստորագրությունն է, իսկ երրորդ անձը Կարապետյան Գագիկը, որը փախած է հետախուզման մեջ է Ինտերպոլով։ Հիմա փաստաբանները կրկնեմ, փաստաբաններն ասում են, որ հիմք չկա գործը վերանայելու։ Հիմքը հենց այն փաստաթուղթն է, որը Դուբայի բանկից Արաքս Դիլանյանի հաշվի վերաբերյալ ուղարկել են։ Հիմքը դա է։ Դուք այստեղ նաև քաղաքական կամք եք տեսնում նախկինում գործը կարճվելու եւ հիմա վերաբացվելու։ Հիմա վերաբացվելու քաղաքական կամք, այսինքն մեր պետությունը ուզում է ասել, որ մենք արդար ենք, նոր Հայաստանը պետք է գնա արդարացման փուլը, վերականգնի բոլոր մարդկանց այն մարդիկ, ովքեր տուժվել են արդարացվեն, իսկ նախկինում այո քաղաքական էր Բաղրամյան 26-ից Կոստանյան Գևորգին եկել էր հանձնարարություն եւ նա կարճել է։ Ես նաեւ այսօր զարմանում եմ, որ Կոստանյան Գևորգը չի խոսում դրա մասին, ինչի է կարճել այս գործը։ Քննիչն է կարճել, ոչ թե դատախազ։ Քննիչը ներկայացնում է ոչ դատախազություն, դատախազն է կարճում։ Ուրեմն մենք եկել ենք մի իրավիճակի ենք արդեն դեմ ընկել, որ մենք ստիպված ենք ամբողջ գործը քանդել, նախաքննության մարմին ստիպել, որպեսզի ճիշտ քննություն իրականացվի, որպեսզի պարզվի, որ իմ պաշտպանյալին սխալ մեղադրանք առաջադրված, որովհետև իմ պաշտպանյալը եկել է ցուցմունք տվել 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, հիմա պատանդ են պահել, բացահայտ ասում են, մինչև Արամ Հարությունյանը չգա, մենք քեզ չենք թողնելու գնաս, բայց ինքը ընտանիք ունի, աշխատանք ունի, բիզնես ունի, Դուբայում է ինքը մշտապես բնակվում, այսինքն այս վերաբերմունքից մենք հասկացել ենք, որ մի հատ այնձև պատի ենք դեմ ընկել, որ մենք ստիպված ենք ամբողջ գործով մեր հետաքննությունը իրականացնել եւ դրա արդյունքում նաեւ նախաքննության մարմին ստիպել, որպեսզի գործի իրական քննություն լինի, որպեսզի իրենք էլ համոզվեն, որ Արաքս Դիլանյանը որևէ առնչություն չունի եւ ընդհանրապես իրանք սխալ գործ են քննում։ Կաշառքի մասին այդտեղ խոսք լինել չի կարող։ Գործի հանգամանքները նախաքննության շահեցնելով ընդհանրապես փաստարկել ենք, որ կան ապացույցներ, որոնք այս դատավարության փուլում, դեռևս անհրաժեշտ չկա հանրության լայն շրջանակներին իրազեկելու, որտեղ դրանից կարող են օգտվել նաև մեղադրյալները։
Ընդհանրապես այդ է եղել հաստարկումն եւ հիմնավորումը, դա ուզում եմ նշել, որ նախաքննության իրականացնող մարմինը հենց քննիչ առաջին ինքն է որոշում, թե իր ձեռք բերած ապացույցների որ ծավալը պետք է հանդիսանա նախաքննական գաղտնիք։ Դրա համար միջնորդել եմ։ Օրինակ ինչպես եք պատկերացնում։ Կարող են փորձել ապօրինի ազդեցություն կամ այլ խորտ մեթոդներով իրենց դեմ վկայած անձանց վրա ապօրինի ազդեցություն գործելու եղանակներ են դիմել։ Այս բանը դեռևս չգիտեմ եւ չեմ էլ կարող ասել, ընդհանրապես դրանք մոտավոր եզրահանգումներ են ապագային վերաբերող։ Դրա համար չենք ցանկանում, որ այս փուլում մասնավորապես նախաքննական մարմինը, վարչականացնող մարմինը ինքն է որոշում, թե որ ապացույցների ծավալը տրամադրվի եւ որը դառնա քննարկման աղրկա։ Սահմանամերձ Արաքս գյուղում բնակվող մոտ 1 տասնյակ տաջիկստանի քաղաքացիներ ավելի քան կես տարի է պահանջում են իրենց աշխատավարձը։ Բամբակ աճեցնելու նպատակով Հայաստան ժամանած տաջիկները պնդում են, թե գերի են մնացել, քանի որ անգամ հայրենիք վերադառնալու ֆինանսական միջոցներ չունեն։ Հայաստանցի գործարար Գագիկ Խաչիկյանը ըստ տաջիկների խաբել է իրենց եւ աշխատանքային թրաֆիկինգի է ենթարկում։ Ուշագրավ է, որ թեև Խաչիկյանն աշխատավարձ չի վճարում, սակայն հոգում է Արաքսում բնակվող տաջիկների կեցության եւ սննդի ծախսերը։ Հայ գործարարը պնդում է աշխատավարձերը չի վճարում, քանի որ աշխատողները բամբակը լավ չեն հավաքել։ Мне пришел 13 число здесь. Начали хорошо нас принимали. Լավ սկսել էինք, մեզ պատշաճ դիմավորեցին, ասացին շնորհակալություն, որ եկել եք մեզ օգնելու, բամբակ աճեցնել եւ սկսեցինք աշխատել։ Լավ հարաբերություններ ունեինք։ 3 ամիս աշխատավարձ ստացանք, ընդհանուր $1500, мնացածը մինչ այսօր չենք стացել։ Зарплата $1500, остальное вот до сих пор не получали. Ну там у них сейчас нехорошо кормят без денег, как, ну Երեխաներս հիմա լավ չեն սնվում, մարդավարի հաց չեն ուտում, ծնողներս 85 տարեկան են։ Նրանք էլ ամեն օր զանգում հարցնում են, թե երբ եմ գնալու։ Խանութներից էլ ամեն օր զանգում պահանջում են, հարցնում են, այդ հարցերը երբ ես լուծելու։ Մեր փողերը թող տաք, գնա մեր ընտանիքների մոտ։ Вот 11 человек вместо остались, чтобы их деньги, свои деньги забрать и уйти. Куда гнали, мы пошли, работу делали, он довольный, всегда был нормальным, мирным. Ինչ ասում էր անում էինք, նա էլ գոհ էր, նորմալ նստում զրուցում էինք, դեկտեմբերի վերջին այսպիսի իրավիճակ ստեղծվեց, ամեն օր ասում է հաջորդ օրը կլինի, երբեք չի ասել, որ չի տալու։ Завтра будет, послезавтра будет. Никогда не говорят, я зарплату не дам. Вот я чего хочу, своим коллективом, админи все эта бригада, очень прошу, это армянский. Բոլորիս անունից Հայաստանի իշխանություններին խնդրում եմ, որ մեզ օգնեն, գալով մտածում էի, որ այստեղ հեղափոխություն է եղել, ամեն ինչ լավ է լինելու, պարզվեց, այստեղ կրկին թյուրիմացություն է եղել, շատ բան չենք ուզում, մեր աշխատավարձը տվեք։ Неужели на 3 месяца наши один никакой-то просто зарплата надо, что, не может решать, что ли? Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ հարցազրույց է տվել Ազատությանը, լավատեսություն հայտնելով, որ առաջիկայում հայկական ֆուտբոլը լուրջ հաջողությունների կհասնի շնորհիվ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության, որը ճիշտ ռազմավարություն է որդեգրել հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։ Այս նոր ղեկավարությանը գալով ինչ փոփոխություններ եք նկատում ֆեդերացիայում։ Փոփոխությունները ամենակարևորը, որ կարամ ասեմ մարդկանց հանգստությունն է ընդհանրապես։ Տեսեք, ես նորն ասացի, որ արդեն ժողովուրդը կարա հենց այս շենքի մեջ հանգիստ մտնի ելնի։ Դա առաջներում չի եղել։ Ֆուտբոլիստների հանգստությունն մի տեսակ չգիտեմ, բայց փոփոխությունները շատ մեծ են։ Ընդհանրապես շատ բանի կարանք հասնել։ Մեր ֆուտբոլը ուժեղ ֆուտբոլ է։ Ճիշտ է, ես չեմ ասում, որ ես անձամբ ասենք հավաքականի անդամ եմ, ֆուտբոլիստ եմ, բայց այդ արդեն ապացուցված փաստ է, որ մենք ունենք ֆուտբոլ, ունենք տաղանդ ունենք, եւ հույսով ենք, որ նոր ղեկավարությունը շատ ճիշտ քայլերի է գնում ֆուտբոլը զարգացնելու եւ ոնց ասեմ հույսով ենք, որ շուտով արդեն ժողովուրդը տարբերությունը կտեսնի հնի ու նորի։
Այսօր ժամը 16:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մասնարապես Բերթավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ միջդիրքային տարածքում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել մոտեցնելով իրենց դիրքերը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները կասեցվել են, հայկական կողմից տուժածներ չկան։ Այսքանով ավարտում ենք լրատվական թողարկումը, նոր տեղեկատվությամբ ուղիղ եթերում կլինենք ժամը 20-ին, հիշեցնենք, որ քիչ անց ժամը 19-ին կմեկնարկի քաղաքականությունը ներսից հաղորդումը։ Իմ գործընկեր Սարգիս Հարությունյանի հյուրը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, քննարկման թեման Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումն է, ինչպես նաև Վահան Շիրխանյանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված աղմկահարույց նամակը, որտեղ անդրադարձ կա նաև Վաղարշակ Հարությունյանին։ Հետևեք Ազատության ուղիղ եթերին։